Մեր երկրում հաստորեն աշխատող մարդիկ տեղ չունեն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր պաշաճ աշխատում են, վճարում են իրենց հարկերը, վճարում են իրենց վարկերը, վճարում են իրենց ընտանիքի գույքահարկերը, եւ այսպիսով Հայաստանի Հանրապետության աշխատող մարդիկ տեղ չունեն Հայաստանում։ Մեզ ոչ մեկ չի պատասխան տալի, թե ինչ գործողություններ են ուզում արած լինել, եւ չեն կարողանում մեզ պատասխանել, թե մենք երբ պետք է փակ լինի մեր աշխատատեղերը։ Ես հանդիսանում եմ Համերաշխություն հասարակական կազմակերպության նախագահ, որը պաշտպանում է փոքր եւ միջին ձեռներեցներին եւ աշխատավոր ժողովրդին։ Հարգելի հայրենակիցներ, մեզ արհամարում են, որովհետեւ մենք քիչ ենք։ Այս է պատճառը։ Դրա համար ինչ է պետք համախմբվել եւ բոլորս միաձայն կոչ անենք կառավարությանը, որ բացվի մեր աշխատատեղերը։ Ազատություն Գագիկ Ծառուկյանին։ Սիրելի հայրենակիցներ, բոլոր երկրներում, տարբեր արտասահմանյան երկրներում աշխատող մարդիկ միշտ ամենահարգված մարդիկ են լինում, որովհետև նրանք պաշաճ վճարում են իրենց հարկերը եւ ընդհանուր առմամբ նրանց տրամադրում են նորմալ հարկեր։ Նրանք առաջնային են, որովհետև նրանք հարկատուներ են։ Իսկ այսպես ոչ պատճառաբանությամբ դռներ փակել աշխատատեղերը, որոնք մարդիկ աշխատում են, պահում են իրենց ընտանիքները, տեղից էլ տնտեսական ճգնաժամ է սկսվում Հայաստանում։ Գյուղացիները տեղ չունեն, գյուղացիները իրենց արտադրանքը չեն կարողանում վաճառել։ Ձկնորսությամբ ձկնապահությամբ զբաղվող մարդիկ չեն կարողանում իրենց ձկները արտահանել։ Կատնամթերքը եւ ընդհանուր առմամբ Հայաստանի բոլոր գործարարների մոտ հենց հիմա խնդիրներ են։ Արտաքին պարտքը Հայաստանի օրեցօր աճում է, պարոն Փաշինյան։ Ես կարծում եմ, որ պետք է աշխատատեղերը բացվի, որպեսզի մարդիկ իրենց հարկերը վճարեն եւ Հայաստանի Հանրապետությունը գոյատևում է միայն հարկերով։ Պահանջում ենք, որ շտապ մեզ պատասխան տան, թե ինչն է պատճառը, որ աշխատող մարդուն խանգարում են։ Ինչն է պատճառը մեր հայ մայրերը, որ պետք է առավոտից կանգնեն այստեղ եւ առանց պատճառների եւ առանց որևէ մի մեկնաբանությամբ եւ ցրողական քաղաքականությունով բոլորին սկսում են խաբել։ Գնացեք ձեզ կպատասխանենք, գնացեք ես կանենք, գնացեք են կանենք։ Չի լինի, այսպես չի կարելի։ Պետք է հայ ժողովուրդը գնահատված լինի, որտեղ բազմաչարչար աշխատող մարդիկ ենք։ Մեզ խանգարելը դա նշանակում է մեզ ասել ուղղակիորեն հեռացեք Հայաստանից։ Ես ուրիշ տրամաբանություն չեմ տեսնում, որովհետև մեկ ամիս է տեսնում եմ մարդիկ իրենց աշխատատեղերը կորցրել են։ Եվ օտար երկրյա քաղաքացիները գալիս են այստեղ աշխատանք ունեն, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը ուզում է աշխատել, նրան խանգարում են։ Կոչ անենք բոլորս կառավարությանը, որ բացի մեր աշխատատեղերը։ Բացեք մեր աշխատատեղերը։ Մենք ոչ թե պայքարում ենք մեր երկրի, մեր կառավարության դեմ, այլ ուղղակիորեն իրենց բացատրում ենք, որ աշխատատեղ փակելը դա լավ բան չի։ Մարդ ունի առօրյա խնդիր, ունի ապրելու խնդիր, ուզում է ապրել, ինչու է խանգարում աշխատող մարդուն, որ նա չաշխատի։ Ինչպես կարելի է հասկանալ այն, որ աշխատող մարդուն խանգարում են եւ պատասխան չեն տալի։ Եթե դուք խանգարում եք այս մարդկանց աշխատել, ուրեմն նրանք էլ պատրաստ են խանգարել ձեզ, որ դուք աշխատեք։ Տեսնեմ լավ կլինի, ուրեմն սիրելի հայրենակիցներ, վհատվել, հուսահատվել չի կարելի եւ բոլորդ համախմբված մենք խնդրում եմ հանկարծ ոչ մեկը սադրանքների չտրվեք, ոչ մեկ աշտորքությունների եւ մարդիկ կլինեն, որոնք խանգարեն մեզ մեր ազատ անկախ պայքարի համար։ Խանգարել են, որպեսզի դուք հրահրվեք
խանգարելու են, որպեսզի այս խաղաղ ցույցը ծրվի։ Դրա համար խնդրում եմ մեկից ուշադիր եղեք եւ մեր պահանջը կշարունակվի։ Ոչ մի դեպքում չհեռանանք, մինչև մեզ մարդու նման չպատասխանեն։ Մենք մարդ ենք։ Մեր երեխաները շատ բազմիցս ընկերներ ունեն, որոնց աշխատատեղերը փակվել են։ Եվ նրանք ասում են, երեխաներն ասում են հայրիկին կամ մայրիկին, ի՞նչն է պատճառը, որ փակվել են մեր աշխատատեղերը, ձեր աշխատատեղերը։ Նրանք չեն կարող իրենց երեխաների պատասխանել, որովհետև չգիտես ինչու որոշել են աշխատող մարդու հացը կտրել եւ աշխատող մարդը չկարողանան երեխային պատասխանի։ Եվ խնդրում եմ այստեղ բոլորը, ովքեր կարող են խոսք արտահայտել, բոլորդ էլ միացեք, արեք ձեր սրտի խոսքը ասեք։ Մենք ոչ վիճվելու, ոչ էլ ընդհանրապես որևէ վատ արարք անելու տրամաբանություն չունենք, ոչ էլ տրամադրություն։ Մեր կուսակցության ղեկավարին եւ մեր բոլոր աշխատատեղերի ղեկավարին ձերբակալել են անհիմն եւ հիմա խանգարում են մեզ, որպեսզի մենք չաշխատենք, մեր երեխաների չկարողանանք պահենք։ Խնդրում եմ, եթե ցանկացողներ կան արտահայտվելու, թող մոտենան արտահայտվեն։ Բոլորդ էլ հայեր են, լավ տիրապետում եք եւ կարող եք բոլորդ էլ ձեր սրտի խոսքն ասել։